Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Թուրքիայի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի։ Այդ երկրի Դևրե քաղաքի քաղաքապետը հանդիպել է մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության գրադարանների եւ հրատարակությունների գլխավոր տնօրենի հետ։ Հանդիպմանը քննարկվել է Դևրե քաղաքի երբեմնի հայկական եկեղեցու շենքի վերականգնման հարցը։ Նշվում է, թե որ այդ պատմական կառույցի վերանորոգման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին։ Հայկական եկեղեցին նախկինում ծառայել է որպես կինոյի շենք։ Վերանորոգման նախագծի համաձայն շինությունը կվերականգնվի սկզբնական տեսքին համապատասխան եւ կգործի որպես թանգարան ու գրադարան։ Հիշեցրել են, թե այդ շենքը գրանցվել է որպես մշակութային ժառանգության վայր։ Համալիր ուսումնասիրությունների արդյունքում Թուրքիայի Դևրեքի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին եւ նրան որդուն վերացնելու տարբերակը։ Հաղորդում է Axios-ը։ Աղբյուրը նշում է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է նաեւ քննարկել Իրանին խորհրդանշական ուրանի հարստացման թույլտվություն տալու առաջարկը, քանի դեռ դա չի ստեղծում ռումբ ստեղծելու հնարավորություն։ Հոդվածում նշվում է, որ Խամենեի եւ նրա որդու ոչնչացման տարբերակը ԱՄՆ նախագահին է ներկայացվել մի քանի շաբաթ առաջ։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ հայտնել էինք ըստ ABC News-ի աղբյուրների, Թրամփը դիտարկում է Իրանի տարածքում օբյեկտների լայնածավալ հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնվում է պատերազմի շեմին։ Սահմանափակ հարված կհասցնենք Իրանի, եթե կողմերը համաձայնության չգա միջուկային գործարքի շուրջ։ Ավելի վաղ հայտարարել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ ԶԼՄ-ների մի շարք աղբյուրներ նշում են, որ Թրամփի հայտարարությունները չի կարելի որակել որպես լայնամասշտաբ հարձակում Իրանի վրա։ Պետական եկամուտների կոմիտեի արևմտյան մաքսատուն վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գլխավոր դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Սկսվել է Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն։ Նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր։ Դատախազություն են հրավիրվել նաև Վլադիմիր Թամրազյանի կինը, մայրը, քույրը, որդիները եւ այլ փոխկապակցված անձինք, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում։ Նշենք, որ Վլադիմիր Թամրազյանը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր ամուսինն է։ Դատախազությունը այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանում են, թե սեփականատերերի գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշում ապացույց ներկայացնելուց հետո հնարավոր է փոփոխվի ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի ցանկը։ Այդ իսկ պատճառով ձեռնպահ են մնում նախապես գույքի ցանկ հրապարակելուց։ Հիշեցնենք, որ մամուլը ավելի վաղ հաղորդել էր, որ Արարատի մարզում ՔՊ-ի ստվերային նախընտրական շտաբի պետը լինելու է հենց Հովիկ Աբրահամյանը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն Փաշինյանը բարձր է գնահատում կարկառուն նախկին արգամիջի ձայներ հավաքելու կարողությունները եւ պատրաստում է դա օգտագործել ՔՊ-ի օգտին։ Գյումրու Վազգեն Սարգսյանի փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել։ Կանգնել է մի մեքենա, որից 4-ից 5 հոգի դանակներով զինված իջնելով հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա, նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։ 1996 թվականի ծնվածը մարմնի տարբեր գլխի, դաստակի, սրունքի հատվածներում կտրող ծակող վերքերով եւ քերծվածքներով հոսպիտալացվել է։ Նրան վիրահատության են ենթարկել, վիճակը գնահատվում է կայուն։ Դանակահարված երիտասարդը մարզիկ է, իսկ թե որն է եղել նրա վրա հարձակվելու պատճառը դեռ անհայտ է, սակայն մտահոգողը օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում մեծ թվով բարեկների արկայության պայմաններում քաղաքացիների աչքի առջև հանցագործության կատարումն է։ Հայաստանը կարող է կապվել Բաքվի եւ Անկարայի էներգետիկ համակարգերի հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկ եւ բնական պաշարների նախարարը։ Նրա խոսքով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ տնտեսական համագործակցության վրա։ Ըստ նախարարի, Անկարան հենց այս տեսանկյունից է աջակցում կարգավորման գործընթացին։ Թուրքիայից նշել են, թե Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։ Ըստ էության կարգավորումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների արդիականացում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում եւ օգտագործել առկա հնարավորությունները, հուսով եմ, որ այս գործընթացը կշարունակվի բոլոր կողմերի օգտին, նման հույս են հայտնել Թուրքիայից։
Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդ օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։